Պարոն Նավազարյան, որքան էլ իշխանությունը փորձում է եկեղեցու դեմ արշավը կապել անհատների հետ, բայց երեք դուք 24 հետ հարցազրույցում հետաքրքիր դիտարկումներ եք արել, դա համեմատելով նաև դաշնակցության դեմ այսպես ԿՊԱ-ականների ելույթների, որ իշխանությունը փորձում է որպես համահայկական կառույցներ եւ եկեղեցին եւ դաշնակցությունը այսպես չեզոքացնել, թիրախավորել եւ այսպես տանել 4-րդ հանրապետության այս թեզը այսպես առաջ տանել եւ դարձնել Հայաստանը այսպես թուրք-ադրբեջանական տանդեմի մի այսպես արանքներում ընկած կտոր։ Նախ ես այս բանը երես կունենամ խորհրդարանում, մասնավորապես կանադարում նաև ձեր ասած հարցի մի քիչ ավելի ուրիշ կոնտեքստում, ինչ վերաբերում է դաշնակցությունը կուսակցությունը չի, որ խորհրդարանում լինի, չլինի, իր գործունեությունը պայմանավորված է դրանով, նրանք ցույց են տվել տասնամյակներ եւ իրենց օգտակարությունը հայապահպանության իմաստով, հայոց պետականության կայացման իմաստով, ամեն ինչ իմաստով դա անգնահատելի է։ Եվ այո, այստեղ հենց այդ բանը պայքարի իմաստը, հակադաշնակցական այս մարտնչող կեսվածքի իմաստը կայանում է նրանում, որ այդ 4-րդ հանրապետություն ստեղծելու կոնտեքստում փոկել Սփյուռքը որպես նորից հայ ոչ թե ինքնության, այլ իրականության, հայոց իրականության մի մաս եւ կարևոր մաս եւ հզոր ուժ օգտագործելու փոկել, ասենք նաեւ մի կոնտեքստում նաև հենց եկեղեցու հետ կապված, էլի փոկել, ասենք որովհետև Նիկոլ Փաշինյանը ինչ էլ անի, չի կարող եկեղեցու մեջ այն իրավիճակը ստեղծի, որ ինքը ուզում է։ Բանն այն է, որ այն թերությունները, որոնք այսօր երբեմն մատնանշում է վարչապետը, մենք էլ գիտենք, մենք գիտենք, որ թերությունները կան, եկեղեցականներն էլ գիտեն, որ թերությունները կան, եւ վարչապետը այդ մասին գիտեր նաև 5 տարի առաջ, 6 տարի առաջ, ինչու այդ ժամանակ չէր արվում։ Այդ ժամանակ չէր արվում, որովհետև դրա նպատակարարությունը չկար։ Այսօր այդ անհրաժեշտությունը կա, այդ խնդիրը լուծել եւ լավագույն դեպքում վարչապետը իր համար կհասնի եկեղեցու պարակտմանը, այսինքն նորից կտարանժատի Սփյուռքը եւ կամփոփվի մեր իրական Հայաստանի մեջ, որտեղ ինքը ուզում է իրականացնել սևեռուն գաղափարը, որը կոչվում է 4-րդ իշխանություն։ Այս կոնտեքստում է այդ ամենը։ Ձեր կարծիքով իշխանությունը իրականում ինչի է ընկել այսպես ամենայն հայոց կաթողիկոսի հետևից եւ արդյոք Գարեգին երկրորդը պետք է հեռանա դրա անհրաժեշտությունը դուք տեսնում։ Ես շատ լավ ծանոթ չեմ եկեղեցական կանոնների, բայց գտնում որ բանը վարչապետը իրավունք չունի այդպեսի բանով հանդես գա, որովհետեւ կարծում ենք սահմանադրությունը, գիտենք սահմանադրությունը եւ այդտեղ հստակ նշված է ամեն ինչը։ Թերությունը նորից եմ ասում, եթե հասարակությունը ընդհանուր առմամբ հիվանդ է եւ մենք ունենք որոշակի այդպիսի դրսևորումներ, չի կարա հասարակության մի հատված այդ հիվանդության ախտանիշները չունենա։ Եթե ինքը առողջ մասսայցակախված, այդ հիվանդության ախտանիշները չեն կարող անհամարել կամ թույլ են գործում։ Եթե թույլ է մի քիչ, ապա շատ են ազդում։ Հիմա եկեղեցու կա այդ անառողջ հարաբերությունները։ Այն անառողջ հարաբերությունները, որ վարչապետը նշում է այդ, չգիտեմ, այդ սեռական պահերով եւ այլ պահերով եւ այլ, բոլոր տեղերում կա։ Եվ նաեւ աշխարհի բոլոր եկեղեցիներում կա։ Ինչի է այսօր այդ հարցը բարձրացնում։ Այդ հարցը բարձրացնում է 4-րդ հանրապետություն սևեռուն գաղափարը ստեղծելու համար։ Ասենք գիտեք ինչ կա, եթե 26 թվականի դրություններում քաղաքացիական պայմանագիրը հաջողություն արձանագրի, ապա ինքը համադրությունը կարա փոխի։ Այսինքն 4-րդ հանրապետությունում եկեղեցին տեղ չպիտի ունենա։ Պիտի ունենա Հայաստան եկեղեցին։ Հայաստան եկեղեցին, որը պիտի ենթարկվի այսպես կոչված իշխանություններին, այդ իմաստով։ Սփյուռքը գործ չունի։ Թող այդ իր համար սփյուռքություն անի։ Այսինքն, եթե 26 թվականին քաղաքացիական պայմանագիրը հաջողություն արձանագրի, ապա ինքը կարա համադրությունը փոխի։ Նույնիսկ այն պահանջները, որ այսօր մեզ ներկայացված են մեր հարևան ճշնամական պետությունների կողմից։ Ինքը կարող օրինակը փոխի, ինքը կարող զինանշանը փոխի եւ 3-4 տարի հետո անմիջապես պատմաբանները կասեն, որ սա 4-րդ հանրապետության սկիզբն էր։ Բայց ինքը դες չի անում, խոսքը սավարտը դարի ջար, կարող է բանը ասում։ Մի րոպե խոսքը ներողություն, 1000 ներողություն։ Ինքը այդպես չի անում, ինքը ուզում է վերացնի 3-րդ հանրապետությունը եւ ստեղծի 4-րդ հանրապետություն։ Այստեղ արդեն խնդիրները ստեղ է, որովհետեւ այդ ճանապարհին արդեն թե մենք ինչ մարտահրավերների առաջ կկանգնենք,